Ընդամենը 20 րոպե տևած անձրևի հետևանքներն են։ Ջարդել ասֆալտ։ Քանդված ճանապարհներ, կոտրված տանիքներ, փլված նկուղներ։ Սելավ է եկել, դցրել է ջրատարները։ Սան ջրատարը ինչ պետք է։ Կարծես վատ երազ լիներ, ասում են Եղեգնուտի բնակիչները, որոնք արդեն 2 օր է իրար բարևելու փոխարեն հարցնում են։ Սիմոն ջան, ձեզ ինչ վնաս ա տվել։ Սիմոնի տնկիներն են սելավի տակ մնացել։ Իր հաշվարկով մոտ $2000 վնաս է գրել։ Տնկիներ ունեն, լրիվ վերակցել, ջարդել, լսել, չգիտեմ ես տարի հոսքել։ Ճանապարհ ցավապես չունենք, արհեդար է։ 20 րոպեում էլ անձրև, էլ կարկուտ, փոթորիկ, ինչ ասես տեսավ գյուղը։ Պատմում է Եղեգնուտ վարչական շրջանի ղեկավարը, որ չգիտի, իր դարդելացի թե գյուղացիների։ Հետքերը շատ դժվար է վերացնելը, աղետ, սելավ, կարկուտը հետը, քամին հետը։ Միահավոր ոչ տեսած էինք, այսպիսի բան տեսած չկայինք։ Նկուղները լրիվ ջուր են լցվել, որ մինչև մի հատ հենց բան տեսած չէին ժողովուրդը։ Եղեգնուտում բոլորն են միաբերան ասում, այսպիսի աղետ գյուղը դեռ չէր տեսել։ Սաղ փշրելը վերացել չունի։ Տուն հանասնագոմ, հա։ Սաղ անասնագում։ Փշրելը թարցել է գոմիկը նշում։ Հիշում եք սենց անձրև։ Չէ, հա։ Ջրի հոսքից մի կերպ են փրկվել այս կնոջ խոզերը։ Ասում է ջուրը հասել է մինչև ծնկները։ Տակից էր մտնում, թե վերևից էր գլխից էր, այն հետևից էր մտնում, գետի նման հոսում էր գոմի մեջով։ Այդ գոճիներն են ուլհես լողը են տալի մեջին։ Արդեն 2 օր է Եղեգնուտում լույս չկա, քամին տապալել է հոսանքալարերը։ Այն առաջ 2 օրը լույսերը չկար, իրիկունը տվեցին, բայց հիմա էլի չկա։ Ամբողջությամբ քանդվել է միջհամայնքային ճանապարհը, վարչական ղեկավարը դժվարանում է ասել, կկարողանա համայնքը իր ուժերով դուրս գալ այս ամենի տակից։ Եղեգնուտի ճակատագրին է արժանացել Փամբակի եւս 4 բնակավայր։ Այս չգիտեմ, իրանց ուժերով կարող են, բայց ինձ թվում է այստեղ լուրջ օգնություն է պետք սա։ Փամբակի համայնքապետարանից Հայլուրի թղթակցին հայտնել են, որ Լոռիի մարզպետարանին տեղեկացրել են Փամբակի 5 բնակավայրերում իրավիճակի մասին։ Վնասները գնահատելու համար գյուղացիների տվյալներն են հավաքագրում։ Լիլիթ Գասպարյան, Անահիտ Կարապետյան, Հայկ Վարդանյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։